Գիտեք, որ մարդկանց կյանքում կան շատ նշանավոր դեպքեր։ Մեր կյանքերում շատ դեպքեր են պատահում, բայց ամեն ինչի վրա չի, որ շատ ուշադրություն ենք դարձնում։ Բայց կան դեպքեր, որոնք շատ նշանավոր են, շատ կարևոր են։ Օրինակ երեխայի ծնունդը, օրինակ ամուսնությունը, օրինակ մարդը ինչ սրտատրոփով է սպասում իր երեխայի ինստիտուտ ընդունվելուն։ Կարևոր իրադարձություններ են սրանք մարդու կյանքում։ Գուցե ինչ-որ մեկը բանակ է գնում, սա կարևոր իրադարձություն է իր կյանքում։ Այսպիսի դեպքեր շատ կան, բայց ամենակարևոր դեպքը կարծում եմ բոլոր մարդկանց կյանքում դա առաջին հանդիպումն է Հիսուսի հետ։ Վերստին ծնունդն Աստծո թագավորության մեջ։ Սա վակեն չի, որ կասես հավատում եմ։ Սա այն է, որ դու կմտնես Հիսուսի մեջ, որ դու կհանդիպես նրա հետ։ Սա մի ուրիշ բան է։ Համար են մարդիկ, որ ասում են ծնվածս օրվանից հավատք ունեմ, ես այդ մարդկանց ասում եմ մի հատ փնտրի տես որտեղ ես առաջին անգամ հանդիպել Հիսուսի հետ։ Որովհետև այդ հավատքը արժեք չունի, եթե դու չես հանդիպել Հիսուսի հետ։ Ուրեմն քեզ նոր է պետք սկսել, եթե դու հանդիպում չունես Հիսուսի հետ։ Լսում եք ինչ եմ ասում։ Կյանքում ավելի նշանավոր դեպք, ավելի կարևոր բան դուք չեք գտնի, քան Հիսուսին հանդիպելը։ Ինչ օգուտ որ մարդը շատ ճոխ ծնունդ ունենա, շատ ճոխ կյանք ունենա, շատ ճոխ դեպքերով լցված կյանք ունենա, վերջում գնա դժոխք։ Մենակ մի պատճառով, որ չի հանդիպել Հիսուսի հետ, չի գտել իր կյանքում Հիսուսին։ Դրա համար գնահատեք Հիսուսի հետ հանդիպումը ամեն բանից առավել։ Ես չգիտեմ ձեր կյանքում դա տեղի ունեցել է թե չէ, ում կյանքում եղել է ում չէ։ Իհարկե շատերի ճանաչում եմ ու գիտեմ ինչպես է տեղի ունեցել, բայց ձգտեք դրան։ Այսօր պիտի խոսեմ դրա մասին։ Մարդիկ ինչեր էին անում Հիսուսի հետ հանդիպելու համար։ Գիտեք, Աստվածաշունչը մի գիրք է, որտեղ կարդալիս կարելի է հանդիպել դեպքերի, այդ դեպքերի մեջ կարելի է սովորել։ Այն մարդիկ, ովքեր լավ բան արեցին, նրանցից լավը սովորել։ Այն մարդիկ, ովքեր վատ բան արեցին, սովորել, որ այդ վատը չանել։ Եվ այսպես Աստծո հետ ապրել ու ապրել։ Տեսնել թե Աստված ինչ է գնահատում։ Այն մարդիկ, ում որ Աստված գովում էր, ինչ էին գնահատում, ինչներ Աստված գովում իրենց կյանքում։ Դա մեզ սովորեցնում է, չէ՞։ Դա ամենը ինչ որ գրված Աստվածաշնչում, դա մեզ սովորեցնում է։ Այսօր էլ մի քանի դեպք պիտի նայենք Աստվածաշնչից, հատկապես ավետարաններից, որտեղից պիտի սովորենք որոշ բաներ։ Առաջին հերթին ինչպես մոտենալ Հիսուսին։ Գիտեք, որ ցանկացած մարդ Հիսուսին մոտենալու համար ինչ որ արգելքներ է անցնում։ Հիսուսին գտնելու համար ինչ որ արգելքներ է անցնում։ Մի մտածի, որ դու արդեն գտել ես Հիսուսին, այլ քո կյանքում այդ արգելքները չեն լինի։ Դրանք քո ամբողջ կյանքի ընթացքում հետևելու են քեզ։ Ամբողջ կյանքիդ ընթացքում։ Քանի դեռ դու մարմնի մեջ ես երկրի վրա այդ արգելքները կանգնելու են քո առջև։ Պատրաստ ես դրանք հաղթահարել, տրորել, շրջանցել, անել քայլեր, որոնցով դու կմոտենաս ու կկպնես Հիսուսին։ Մի բան զգուշացնեմ, այդ արգելքները չեն գտնվում լեռներում, չեն գտնվում ինչ-որ վայրում, դրանք մեր մեջ են գտնվում։ Սա հաշվի առեք, բոլոր արգելքները Հիսուսին մոտենալու մեր մեջ են գտնվում, մեր սրտում։ Դրա համար հաղթելը նրանց թե դժվար է լինում, թե շատ հեշտ է։ Շատ հեշտ է, որովհետև քո մեջ է։ Դու չես գնալու մի հատ շենք տեղափոխես, մի հատ լեռ տեղափոխես, այդ լեռը քո մեջից պիտի տեղափոխես։ Այսինքն քո ձեռքում ակ ուզենաս կտեղափոխես, չես ուզենա չես տեղափոխի։ Ու այն արգելքները, որ դուք կտեսնեք դրսում, դրանք ընդհանրապես կազդեն ձեր վրա, որպեսզի ձեր մեջի արգելքը երևա։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Մի քիչ հետո երևի ավելի པարզ կլինի։ Եկեք իրար հետ բացանենք Մատթեոս ավետարանի 15-րդ գլուխը։ Մատթեոս ավետարանիչը իր ավետարանում Սուրբ Հոգու ազդեցության տակ գրել է 3 դեպքեր իրար ետևից։ Այս 3 դեպքերում գրված է թե մարդիկ ինչ արգելքներ էին հաղթահարում Հիսուսին մոտենալու համար։ Արգելքները գտնվում էին իրենց մեջ։ Եկեք ուշադրությամբ զննենք այդ դեպքերը։ Առաջին դեպքը, որի մասին կարդում ենք, գրված է 21-րդ խոսքից մինչև 28-րդ խոսքը։ Եթե գրքեր ունեք, հետևեք ինձ հետ։ Եվ Հիսուսը այնտեղից ելնելով Տիգրոսի ու Սիդոնի կողմերը գնաց։ Եվ ահա մի կանանացի կին այն սահմաններից ելած աղաղակում էր նրան ու ասում էր. «Ողորմիր ինձ, Տեր, որդի Դավթի, աղջիկս Դևիթ սաստիկ չարչարվում է»։ Եվ ինքը բնավ պատասխան չտվեց նրան։ Ու իր աշակերտները մոտենալով աղաչում էին իրեն ու ասում էին. «Արձակիր դրան, որովհետև մեր ետևից է աղաղակում»։ Եվ ինքը պատասխան տվեց ու ասաց. «Ես չուղարկվեցի ուրիշ մեկին, բայց միայն Իսրայելի տան կորսված ոչխարներին»։ Եվ նա եկավ, երկրպագություն արեց ու նրան ասում էր. «Տեր, օգնիր ինձ»։ Նա էլ պատասխան տվեց ու ասաց նրան. «Լավ չէ երեխաների հացը վերցնել ու շուններին գցել»։ Եվ նա ասաց. «Այո, Տեր, որովհետև շներն էլ իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներից են կերակրվում»։ Այն ժամանակ Հիսուսը պատասխան տվեց նրան ու ասաց. «Ով կին, քո հավատքդ մեծ է, քո ուզածիդ պես լինի քեզ»։ Եվ նույն ժամին նրա աղջիկը բժշկվեց։ Մինչև այս կինը հասավ Հիսուսին, ու Հիսուսից ստացավ իր աղջկա բժշկությունը, ինչ որ մի հատ process անցավ, ինչ որ մի հատ ընթացք ունեցավ, որը մեզ շատ սովորացնող բան ունի։ Հետաքրքիր է Հիսուսի վարքը։ Երբ որ ինչ որ մարդ այսպես վարվեր, մենք երևի շատ խիստ կխոսեինք այդ մարդու նկատմամբ։ Բայց որ Հիսուսն էր, մենք հավատում ենք, որ ոչ մի սխալ իր կյանքի ընթացքում չի գործել Հիսուսը։
Այդպես գրված Աստվածաշնչում։ Ինքը ոչ մի մեղք, ոչ մի սխալ, երբեք չեք կարդա, ինքը կատարյալ էր ամեն ինչում, իր խոսքերի մեջ, իր գործողությունների մեջ, բացարձակ կատարյալ էր, ինքը բացարձակ ամեն ինչ անում էր Հոր ազդեցության տակ, Սուրբ Հոգու ներգործությունով ու շարժվելով։ Ոչ մի սխալ չարեց, երբեք չասեց հայր ներիր սխալվեցի, երբեք մարդկանց չասեց ներեցեք սխալ խոսեցի։ Բացարձակ կատարելություն էր, դրա համար մենք հավատում ենք ինչ որ ինքը անում էր։ Կարող առաջին հայացքի շատ դաժան, շատ տհաճ թվա, բայց ճշմարտություն էր գործում Հիսուսը, որովհետև ինքը ճշմարտությունն էր, ասաց ես եմ ճշմարտությունը։ Եկեք ուսումնասիրենք ինչ էր տեղի ունենում։ Հիսուսը մի պահ դուրս եկավ Հրեաստանի սահմաններից։ Գրված է գնաց Տիվրոսի ու Սիդոնի շրջանը։ Այդ մի տարածք էր, որը իսկապես Հրեաստանից դուրս էր։ Շատ բնական էր, որ այնտեղ ինքը հрьяաների չի հանդիպելու, այնտեղ պիտի օտարազգի մեկին հանդիպեր։ Ու եկավ մի կանանացի կին։ Գրված աղաղակում էր, գոռում էր, կանչում էր։ Գիտեք ինչ էր կանչում։ Տեր, որդի Դավթի։ Դավթի որդի, սա նշանակում է ինքը գիտեր, որ Դավիթի սերունդից պիտի գա Քրիստոսը։ Ու այդ Քրիստոսը, երբ որ գա, ինքը իր խնդիրները, իր դժվարությունները պիտի լուծի, որովհետև զորավոր մեկը պիտի լինի, պիտի գա թագավորելու համար։ Շատ բան գիտեր այս կինը, ու այդ Քրիստոսին, այդ Դավթի որդուն ինքը ընդունում էր որպես Տեր, դրա համար դավանեց Տեր։ Այսպեսի մեկը կանչում էր, ասում էր Տեր, Դավթի որդի ողորմիր, աղջիկս Դևից սաստիկ տանջվում է։ Ու Հիսուսը գրված է բնավ պատասխան չտվեց։ Կարդացիք այդ խոսքը։ Կարդացել եք, այսինքն ոչ մի պատասխան չտվեց, բացարձակ։ Կարելի է նայել ու մտածել, որ Հիսուսը չլսեց։ Երևի կարելի է մտածել, որ ինքը առհամարեց այս կնոջը։ Ինքը չէր սիրում այս կնոջը։ Գիտեք, այդպես չէր։ Հիսուսը այն ինչ որ անում էր, հատկապես անում էր սիրուց, իր յուրահատուկ սիրուց։ Ինքը շարունակեց քայլել ու բացարձակ ուշադրություն չդարձրեց կնոջ աղաղակին։ Դեռ աշակերտները ավելի սրտացավ գտնվեցին Հիսուսից։ Մոտեցան, ասեցին՝ մեր ետևից է կանչում։ Չէ՞ որ մեր ետևից է կանչում։ Հարցակիր այդ կնոջը, այսինքն իր խնդրեմը լուծիչ թող գնա։ Ու Հիսուսի խոսքերն են հետաքրքիր։ Ասեց ես ուրիշ ոչ մեկին չեմ ուղարկվել եմ միայն Իսրայելի կորսված ոչխարներին։ Այսինքն ինքը եկել էր հատուկ հрьяաների համար, իր միսիան էր դա, հрьяազգը պատրաստել, հрьяազգի մեջ ստեղծել իր եկեղեցին, սկսել հрьяազգից իր եկեղեցին իր ժողովուրդը։ Ու Հիսուսը ասեց, որ ես եկել եմ հատուկ դրա համար, ես չեմ եկել օտարազգիների համար։ Իսկ ինքը լսեց չէ այդ խոսքերը, բայց կանգ չառավ այդ խոսքերի առաջ, իրեն չհեռացրեցին այս խոսքերը։ Գված է եկավ երկրպագություն արեց Հիսուսին։ Դուք երկրպագեք այդպիսի մեկին, որ ձեզ հետ այդպես վերաբերվի։ Գիտեք ինչ էր նշանակում, որ դու հрья չես, ես քեզ չեմ լսելու, քեզ ողորմություն չեմ անելու։ Հիմիկվա մեր շրջապատի մեջ, որպեսզի ավելի հասկանալի լինի, պատկերացրեք, որ մի մարդու ասես դու մարդ ես, հեռու մնա։ Այս էր ապրում այս կինը իր մեջ, որ քեզ նմանին ես չեմ մոտենա ու չեմ աղոթի քեզ համար։ Եթե մեկը փորձի մեկին խնդրել ասել աղոթի, դու արժանի չես իմ աղոթքին։ Ինչ կապրես, այս էր ապրում երևի այդ կինը իր սրտի մեջ։ Մասնագետված եկավ երկրպագեց ու նորից Տեր անվանեց Հիսուսին։ Տեր անվանելով խնդրեց, ասեց ինչ կլինի, ողորմությունը տարա։ Հիսուսը մի շատ ավելի կոպիտ արտահայտություն արեց, ասեց լավ չի երեխաների հացը վերցնել ու գցել շներին։ Այդ երեխաները Իսրայել ազգն էին, ու այս օտարազգիները շներն էին։ Ու հանկարծ Հիսուսը այս կնոջը շուն է անվանում։ Այս կնոջ ցածրությունը մի պահ տեսեք, ինչ ապրում է կինը իր մեջ ու ոնց է կարողանում շարունակել խոսել Հիսուսի հետ։ Ասում եմ, չէ՞ որ շներն էլ իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներից են օգտվում։ Եթե երեխաները սեղանի մոտ նստած սեղանի վրա ուտում են, շները տակը թափված փշրանքներից։ Իսկ ինքը ասաց դրան էլ եմ համաձայն։ Թեկուզ այդ տակը թափված փշրանքներից թափված լինի, մի փշրանք տուր ինձ։ Այստեղ Հիսուսն ասաց քո հավատքը մեծ ովքին։ Գնա թող քո ուզածիդ պես լինի քեզ։ Սա շատ զորավոր մի արտահայտություն է, պատկերացնում ես մի օր Հիսուսը քեզ ասի գնա թող քո ուզածի պես լինի քեզ։ Բայց մինչև դա մի հատ ընթացք է պետք։ Ուրեմն ինչ էր տեղի ունենում։ Չէ՞ որ այս կինը առաջին արգելքը, որ անցնում էր, դա իր պատիվն էր։ Շրջանցում էր իր պատիվը, տրորում էր իր պատիվը։ Կարծում եք հեշտ է աղաղակել մեկի ետևից, որը քեզ չի լսում։ Ու շարունակել գնալ նրա ետևից, ասել լարա։ Նա քեզ առհամարում է, բան տեղ չի դնում, շարունակում է գնալ։ Հետո մարդ ես մեջտեղ գցում, ասում ես խնդրի իմ համար, թող բանի իմ գործը, լուծի իմ հարցերը։ Կարող է քո կյանքում էլ պատահի, մոտենաս ծառայողների կամ ինչ-որ մարդկանց, Հիսուսին ավելի մոտիկ, խնդրես, ասես քո աղոթքը զորավոր է, աղոթի իմ համար։ Նա էլ աղոթի, ոչինչ չստացվի, որովհետև վերջանողը Հիսուսն է, ոչ թե մարդիկ։ Ու գիտեք ինչ, Հիսուսը իր աշակերտներին էլ մերժեց, ասաց ես չեմ եկել իրանց համար։ Ցույց տվեց այդ կնոջ ասաց չեմ եկել իրանց համար։ Ես եկել եմ Իսրայելի կորած ոչխարների համար։ Այս կինը մի հատ էլ այդ պատվի հարցը կանգնեց իր առջև որպես պատ իր ու Հիսուսի միջև։ Այս կյանքում շատ կպատահի, որ քո պատվի հարցը կկանգնի որպես պատ քո եւ Հիսուսի միջև։ Ու հեշտ է մոտենալ նորից այն մարդուն, որ դու մարդ ես ուղարկել մոտը, ու ինքը մերժել է։ Պատկերացնում եք մի պաշտոնյայի, դու մարդ ես ուղարկում իր մոտ, այդ մարդը գալիս ասում է չէ, չեմ կարող, մերժեց։
Ու դու մտածում ես, որ պիտի գնաս ու իրան երկրպագես։ Վիրավորվածությունը կարողանում ես հաղթահարել այդ դեպքում։ Գիտեք, շատ մարդիկ կան, որ հենց Հիսուսից են վիրավորված, որ իրենց որոշ հարցեր չի լուծում։ Պետք է տրորել այդ եսը անցնել դեպի Հիսուս ու հաստատ լուծումը կգտնես։ Տեսեք, ինչ ա գրված, որ այս կինը եկավ երկրպագեց, երբ որ աշակերտներին էլ մերժեց Հիսուսը։ Երկրպագելուց հետո Հիսուսի ասած կոպիտ խոսքը, չգիտեմ, դուք մտնում եք մի պաշտոնյայի մոտ, խնդրանքով, աղաչանքով, գլուխներդ կախ, ձեզ ինչքան նվաստացած եք զգում այդ պաշտոնյայի առաջ, մեկ էլ կանգնում է, ինչ որ դուրս կորի, չգիտեմ ինչ ձևով իր կաբինետից ձեզ դուրս անում։ Պատկերացնում եք այդ վիճակում, մեկ էլ դուք կանգնում ասում եք ոչինչ, դրան էլ եմ համաձայն, իսկ դուրս շպրտի, մենակ թե իմ հարցը լուծի։ Ես վերում եմ մեր կյանքի հետ համեմատությունը, որպեսզի պատկերացնեք։ Մեկ-մեկ Հիսուսին մոտենալը արժենում է մեր պատիվը զոհաբերել եմ։ Պատկերացնեք կինն է իրեն շուն ազգում, Հիսուսը իրեն շուն անվանում, ինքը այդքան պատվազուր կա լինում կարծես թե, բայց շարունակում է մոտենալ Հիսուսին։ Նույնիսկ տեղ ելք է գտնում, ասում է շներն էլ տիրոջ սեղանի ցնկած փշրանքներից են օգտվում։ Ես կարծում եմ շատ քիչ են մարդիկ, ովքեր կկարողանան այս աստիճանի իրենց պատիվը տրորելով մոտենալ Հիսուսին։ Դրա համար Հիսուսն ասաց, որ մեծ է քո հավատքով կին։ Գիտեք, մեծ հավատքը այն չի, որ կնստես կասես ես այնքան մեծ հավատք ունեմ։ Սա ամեն օր կարդում եմ, ամեն օր աղոթում եմ, չգիտեմ, գնում եմ եկեղեցի ամեն օր։ Մեծ հավատքը այն է, որ դու քո եսը կտրորես, որ եսդ կարող ես տրորելով անցնել դեպի Հիսուսը։ Սա մի մեծ խնդրեմ է մարդու ներսում։ Նկատում եք, որ խնդրեմը դրսում չէր, այլ ներսում էր կնոջ, որ ինքը պիտի տրորեր ու անցներ դա։ Ասես քո ուզածի պես թող լինի։ Գիտեք ինչու՞, որովհետև հավատքը մեծ է։ Քո ուզածի պես թող լինի։ Ասես դու մեծ հավատք ունես։ Դու սխալ բան չես խնդրում, դրա համար թող քո ուզածի պես լինի։ Այսօր, երբ որ մարդիկ լինում են ինչ որ մի շրջապատում, ինչ որ մարդկանց մեջ, եկել վախենում են ասեն, որ իրենք հավատացյալ են։ Գիտեք ինչու՞, հանկարծ կծաղրվեն, հանկարծ պատիվը կընկնի։ Ասում են որտեղից ես գալիս, ասում անկերոջս բանն է, չի ասում որ տասնյակից էր գնում։ Պատկերացնում եք, մարդիկ վախենում են Հիսուսի անունից խոսել։ Մարդիկ վախենում են իրենց ձեռքում ունենալ Աստվածաշունչ, իրենց պատվի համար են վախենում։ Սա քեզ հեռացնում է Հիսուսից։ Ամեն մի քայլը, որտեղ դու կզիջես քո պատվին, քեզ կհեռացնի Հիսուսից։ Ու քո պատիվը կկանգնի քո եւ Հիսուսի միջեւ։ Ինչի համար ես գալիս հավաքույթների։ Մարդիկ գիտեն, որ դու հավաքվում ես հավատացյալների հետ։ Դու համարձակ ես դա ասելու, թե վախենում ես դրանից։ Եթե վախենում ես դա պատ է կանգնած քո եւ Հիսուսի մեջ։ Ես պետք է տրորել, ջարդել այդ պատը։ Լույսը դու խնդրեմ ունես ու տանը շատ աղոթում ես դրա համար։ Բայց մի հատ քո կյանքին նայիր, ինչքանով քո պատիվը տրորել ես մոտենալու Հիսուսին։ Եթե չէ, այդ խնդրեմիդ լուծումը կարող ես չունենալ։ Չստանալ, չկպնել Հիսուսին։ Հիսուսն ասաց, ով որ այս երկրի վրա դա գրված է Լուկաս ավետարանում 12:8 խոսքերն են։ Հիսուսն ասաց, ով որ այս աշխարհում, այս մարդկանց առաջ կդավանի իմ անունը, ես էլ կդավանեմ իր անունը հորս ու նրա հրեշտակների առջև։ Չէ՞ որ Հիսուսը բարեխոսում է մեր համար Աստծո առաջ։ Ինքը մեր քահանապետն է։ Մենք դժվարություն ունենք, ինքը դժվարությունը իր ուսերի վրա մտնում է հոր առջև, ասում է հայր, այս մարդկանց դժվարությունը լուծել է պետք։ Ինքը բարեխոսում է, միջնորդում է մեր համար։ Ու պատկերացնում ես, մենք մարդկանց առաջ չենք դավանում իր անունը։ Ինքը կդավանի հոր առաջ մեր անունը։ Թեև այդ խոսքը ինքը ասաց իր երկրորդ գալուստի համար, երբ որ գամ ասաց հրեշտակների ու հորս առջև չեմ դավանի այդ մարդու անունը, որ ինձ չդավանի, բայց ասաց կդավանեմ, եթե ինքն էլ դավանի։ Դա կարող է նստի մեր պատվի խիստ անկումը մարդկանց աչքին, բայց Աստծո աչքին այդ պատիվը խիստ կբարձրանա։ Ո՞րն ես ավելի նախընտրում։ Աստծո առջև պատիվ ունենալը, թե մարդկանց մեջ պատիվ ունենալը։ Հիսուսն ասաց փարիսեցիներին, ասաց ո՞նց կարող եք հավատալ, երբ որ մարդուց փառք եք փնտրում։ Այսինքն այդ պատիվ հասկացողությունը միշտ խանգարելու է, որ դու հավատաս Հիսուսին։ Ու այն մարդը, որ շատ է իր պատիվը դրել, նրան ասաց, որ մեծ հավատք ունես։ Թող իր անունը փառավորվի։ Հիսուսը միայն ճշմարտություններ է խոսում։ Մի բան էլ ասեմ այս դեպքի հետ կապված։ Նկատեցիք, որ այս կնոջ դժվարության լուծումը կախված էր իր պատվի աստիճանական զոհաբերությունից։ Ոչ թե միանգամից, հենց Հիսուսը լսեց, շրջվեց, ասեց լավ չի երեխաների հացը գցել շներին, այլ չէ, սկզբում լռեց, հետո իր աշակերտներին մերժեց, հետո նոր վերջում այդ խոսքերը ասեց։ Գիտեք ինչու, պահանջում էր, որ ամբողջապես դրված լինի այդ պատիվը։ Մենք որ հանկարծ միտեղ մեր պատիվը ուրանում ենք, դավանում ենք ու մեզ սկսում են ծաղրել, մենք ասում ենք, օ, գիտես ոնց եմ պատիվս դրել, մինչև վերջ, այնտեղ ինչ արեցին գլխից, բայց դեռ ինչքան էլ ունես դնելու։ Գիտեք, չկա մարդ, որ լինի մարմնի մեջ ու վերջնական ամբողջովին դրած լինի։ Դա կարող է լինի քո որոշումը, որ ես վերջնական ամբողջովին դնում եմ, բայց պրակտիկ կյանքում դու հետևիր քո կյանքին ու կտեսնես այնքան մանր, փոքրիկ տեղերում, դեռ ինչքան ունես զոհաբերելու։ Փորձեր սա։ Սա մի բան է, որ քեզ կմոտեցնի Հիսուսին։ Քանդի այն ինչ որ քո մեջ է քո եւ Հիսուսի միջև, քեզ կմոտեցնի Հիսուսին։ Թող իր անունը փառավորվի։ Երկրորդ դեպքը, որը ուզում եմ ուսումնասիրենք իրար հետ, անմիջապես շարունակությունն է։
29-ից 31 խոսքերը։ Ուրեմն այդ դեպքից հետո գրված է Հիսուսը գնաց Գալիլեայի ծով եզերքը եւ լեռը ելնելով այնտեղ նստեց։ Եվ շատ ժողովուրդներ իրեն եկան, որոնք իրենց հետ ունեին կաղեր, կույրեր, համրեր, հաշմանդամներ, ուրիշ շատեր, ու գցեցին նրանց Հիսուսի ոտքը եւ բժշկեց նրանց։ Այնպես որ ժողովուրդները զարմացան, տեսնելով որ համրերը խոսում են, հաշմանդամները բժշկվում, կաղերը քայլում եւ կույրերը տեսնում են, Իսրայելի Աստծուն էին փառավորում։ Հիսուսը վերադարձավ Հրեաստան, այլ ճիշտ այն ժամանակվա քարտեզով, եթե նայեք, դա Հրեաստանը չէր, այլ Գալիլեան էր։ Ինքը եկավ լճի ափին մի լեռ գտավ։ Ընդհանրապես նոր գտականում, որ կարդում եք հրեական տարածքում լեռ, իմացեք, որ դրանք շատ ցածր բլուրներ են եղել։ Հայաստանի նման բարձր 4000 եւ ավել այդպիսի լեռներ չեն ունեցել կամ դրան մոտիկ։ Դրանք ցածր բլուրներ են եղել փոքրիկ, ու հենց լճի ափին մի այդպիսի բլուրի վրա Հիսուսը բարձրացավ ու նստեց։ Ամենայն դեպս իրենց համար դա լեռ էր, ու բարձրություն էր։ Ու առաջին անգամ այս խոսքը որ կարդում էի, կարդացի, ասացի երևի Հիսուսը գնաց այնտեղ, որ մենակ մնար, իր համար չստացվեց, որովհետև շատ մարդիկ գնացին իր մոտ։ Հետո հասկացա, որ չէ, Հիսուսը հատուկ էր գնացել լեռան վրա նստել, ու իր մոտ բերել էին կաղեր, կույրեր, հիվանդներ, հաշմանդամներ, մանավանդ կարդում եք հաշմանդամներ, այսինքն մարդիկ, որ իրենց մարմնի ինչ-որ մասը չունեն։ Սա կարծեմ, որ նոր գտականում, եթե չեմ սխալվում, միակ տեղն է, խոսում է, որ անդամ չունեցողը եկավ Հիսուսի մոտ ու բժշկվեց։ Աստված այդպիսի հրաշքներ է արել։ Ուրեմն ի՞նչն է հետաքրքիր։ Երբ որ կարդացի ու հասկացա այդ պահը, որ Հիսուսը հատուկ էր արել, մտածեցի, ավելի հեշտ տեղ չէր կարելի նստել։ Մի հատ լճի ափին, այնպիսի տեղ, որ մարդկանց դժվար չլիներ այդ լեռը բարձրանալը, Հիսուսին հասնելը։ Բայց Հիսուսը հատուկ էր արել։ Գիտեք ինչու՞։ Նրանք, ովքեր ձգտում ունեն, այդ ձգտումը պիտի գործնականում երևա։ Գիտես, ես կարող եմ քեզ ասեմ, գիտես, ես շատ եմ ձգտում Հիսուսի հետ հանդիպելու։ Բայց երբ որ տուն գնամ, պարկեմ, քնեմ, իմ գործերով զբաղվեմ, մի անգամ գիրքը չբացեմ ու մի անգամ չաղոթեմ։ Ասեմ Հիսուսին շատ եմ սիրում, շատ եմ ուզում կպնել իրեն հաղորդակցվել, բայց ոչ մի քայլ չանեմ դեպի Հիսուսը։ Հետո ինչ որ ես մարդիկ շատ ուզենային բուժվել, բայց չբարձրանային լեռը Հիսուսի մոտ։ Հետո ինչ որ դու շատ ես ուզում քո հարցի, քո խնդրի լուծումը, բայց չես մոտենում Հիսուսին այնքան, ինչքան որ դրա կարիքը կա։ Այդ կարիքի չափը միայն Աստված գիտի, մենք չգիտենք։ Ու ինքներս չորոշենք, որ մեր հասածը բավարար է, քան դեռ խնդրը լուծված չի, ուրեմն դեռ մոտենալու տեղ կա։ Սա թողնի չափանիշ մեր համար։ Ուրեմն ինչ էր տեղի ունենում, Հիսուսը բարձրացավ լեռան վրա նստեց ու այսպիսի մարդիկ մոտենում էին իրան ու գրված է, որ գցեցին իր ոտքերի մոտ, ինքը բոլորին բուժեց։ Այս մարդիկ բուժված էին ու Աստծո փառքն էր երևում։ Գիտեք ինչու էին բոլորը բուժվում, որովհետև բոլորը հավատք էին դրսևորել։ Հավատքով կարողացել էին հաղթահարել որոշ դժվարություններ, օրինակ ծուլությունը, օրինակ դժվարությունը լեռը բարձրանալու։ Գիտեք հեշտ էր կույրերին, հաշմանդամներին ու էլի ինչ-որ հիվանդների լեռը բարձրանալը ու Հիսուսին հասնելը։ Այդ լեռը դրսում չի, այդ լեռը մեր սրտի մեջ է։ Գիտեք, այդ լեռը կարա լինի նյութը սիրելը, այդ լեռը կարա լինի մեր մարմինը սիրելը, այդ ծուլությունը կարա լինի քնել սիրելը, ուտել սիրելը, չգիտեմ էլի շատ բաներ, բայց այդ լեռը մեր մեջ է։ Երբ որ դու կգնահատես այդ լեռները տրորել, անցնել, հասնել Հիսուսին, նյութական այս աշխարհի մեջ եղած բաները տրորելով հասնել Հիսուսին, բարձրանալ այդ լեռը, դու անպայման կստանաս քանը։ Երբ որ այսպիսի հարցերի մասին ենք խոսում, որ ամեն ինչից առավել Հիսուսին նվիրված լինել, ու ամեն ինչից առավել նրան գնահատել, ու ձգտել նրա հետ հաղորդակցության, ու հաճախ կարիք ալնում ժամերով աղոթքի, ժամերով խոսքը կարդալու, որպեսզի մի բառ գոնե խոսքից Հիսուսը ասի քեզ, որպեսզի աղոթքի մեջ գոնե մի փոքրիկ կպնես իր փեշին, ժամերի հաճախ կարիք ալնում։ Սա այն պահն է, որ Հիսուսը հեռանում, նստում է լեռան վրա, սպասում է, թե ինչքան ջանք կգործես իրեն հասնելու համար։ Հաճախ երբ որ այսպիսի բաներից ենք խոսում, մարդիկ ասում են՝ «Բա գործեր ես»։ Նորվա մեջ ինչքան գործեր ունեմ, որ չեմ հասցնում։ Դրա համար ուզում եմ մի խոսք ասել դա ժամանակին մեծ հավատքի մի մարդ, Մարտին Լյութերը դուք գիտեք իր մասին, ասել է եթե օրական 3 ժամ չաղոթեմ իմ գործերից չեմ հասցնի։ Փորձեք սա ձեր կյանքում։ Տեսնեք ինչ հաջողություններ կունենաք։ Եթե օրական 3 ժամ չաղոթեմ, ես իմ գործերից չեմ հասցնի։ Աղոթքի ու նվիրված մարդ է եղել։ Գիտեք, մուսուլմանների մեջ կա մի բան։ Իրենք պարծենում են նրանով, որ իրենք եղել են Մեքքայում։ Գիտեք, դա մի քաղաք է, որ մուսուլմանական կենտրոնն է, իսլամի կենտրոնն է։ Իրենք պարծենում են դրանով։ Դուք նայել եք, հեռուստացույցով ցույց են տալիս շատ իսլամի ղեկավարների, շատ մուսուլմանական երկրների պաշտոնյաների, նկատել եք իրենք սպիտակ շորեր են գցում իրենց վրա ու ինչ-որ օղակներ են կապում։ Հաճախ իրենք այդ օղակները կապում են այնքան, քանի անգամ որ իրենք եղել են Մեքքայում ուխտագնացության։ Ոչ թե պաշտոնական գործերով, այլ ուխտագնացության։ Պաշտոնյաները չեն ամաչում հեռուստացույցով ցույց տալ, որ իրենք այդքան անգամ եղել են Մեքքայում, իրենց կրոնական կենտրոնում ուխտագնացության։
Պատկերացնում եք, ինչ նախանձավորություն ունեն այս մարդիկ ու ինչով են իրենք բարձնում։ Իսկ դու կարող ես հանկարծ նյութի, փողի կամ ինչ-որ ծուլության պատճառով չմոտենաս Հիսուսին։ Իրենք խաբված են, ես ձեզ ասեմ։ Չմտածեք, որ իրենք այդ հավատքով կփրկվեն։ Թեկուզ ամբողջ կյանքը իրենք անցկացնեն Մեքայում, այդ հավատքով իրենք չեն փրկվելու։ Աստված սխալ հավատքը չի օգտագործում փրկելու համար։ Աստված սխալ հավատքին չի մոտենում, սատանան է մոտենում սխալ հավատքին։ Ուզում ես քո հավատքը ուժեղ լինի, ճիշտ լինի, ուղղիր քո հավատքը դեպի Հիսուսը։ Միակ ճանապարհը, որը մոտեցնում է Աստծուն։ Միակ ճանապարհը, միակ վայրը, որտեղ ոչ մի սատանա մոտենալ չի կարող քեզ։ Հիսուսի մեջ։ Սա է ճշմարտությունը։ Բայց հետարքիրը գիտեք ինչն է իրենց նախանձավորությունը, իրենց պարծանքը, իրենց չամաչելը։ Այն որ իրենք կարողանում են տարածություն անցնել, ամբողջ աշխարհի մուսուլմանները այդպեսին են, իրենք տարածություն անցնեն, մինչև հասնեն իրենց կենտրոնը ու վերադառնան։ Նրանք քիչ քրիստոնյաներ գիտեն, որոնք ձգտում են լինել Երուսաղեմում, տեսնել Հիսուսի գերեզմանը, այն վայրը, որտեղ խաչվեց, կամ լինել այն տաճարում, որտեղ Հիսուսը խոսում էր, ապրում էր, ինչ որ մի կարճ շրջան։ Քիչ քրիստոնյաներ գիտեմ, գիտեք ինչու՞։ Դրա արժեքն է շատ ցածր։ Հա լավ է, որ գնանք տեսնենք այդ վայրերը, ված չի, բայց դրա արժեքն է շատ ցածր։ Հիսուսը այնտեղ չի։ Ոչ այն գերեզմանոցում, ոչ այն տաճարում, ոչ այդ վայրերում։ Հիսուսը այստեղ մեր հետ է։ Հիսուսը մեր մեջ է։ Դու կարող ես նրան կպնել, եթե քո մեջ եղած արգելքները հաղթահարես, թող իր անունը փառավորվի։ Մեզ մեծ հնարավորություն է տվել Աստված, բայց նաև ինչ որ դժվարություններ մեր սրտում եղած է հաղթահարելու։ Գիտեք, նյութականը հաճախ շատ դժվարություններ է առաջացնում։ Եթե Հիսուսի կատարած քայլին նայեմ ու ասեմ, ինչու բարձրացար լեռը նստեցիր, մի հարմար տեղ նստեիր։ Այսօր նույն բանը եկեղեցում կատարվում է, ասում են, երբ անենք տասնյակը, որ բոլորին հարմար լինի։ Որտեղ ոչ մեկը չի ուզում իր տան գործը զոհաբերի ու գնա տասնյակ։ Երբ անենք հավաքույթը, երբ անենք աղոթքաժողովը, երբ են մյուսը, որ բոլորին հարմար լինի։ Մեկ էլ տեսնում ես այն մեկը, այս գործը ունեմ, այն մյուսը գործը ունեմ, ու չի ստացվում։ Ասում են լավ, որ բոլորը զբաղված են չհավաքվենք։ Ինչու՞։ Հասարակ մի քիչ ջանք, զոհաբերություն չեն անում հասնելու համար Հիսուսին։ Չէ՞ որ Հիսուսն այնտեղ որտեղ հավաքվում են։ Ձեզ այնցով չի ապրում Հիսուսի ներկայությունը։ Ես ամենտեղ էլ ապրում եմ, բայց առավել եմ ապրում, երբ որ հասնում եմ այստեղ խմբի մեջ եմ լինում։ Դուք այդպեսին չեք ապրում խմբի մեջ ավելին, ինչու՞ չձգտել առավել հանդիպմանը։ Իր անունը փառավորվի։ Ես գիտեմ, քո կյանքում միշտ էլ նյութական դժվարությունները կլինեն։ Հաճախ փողը կլինի դժվարություն։ Հաճախ էլի ուրիշ նյութական դժվարություններ, որոնք դու ստիպված կլինես ընտրել կամ նա, բայց դու հաճախ կատարիր ճիշտ զոհաբերություն։ Մարդկանց շատ խանգարում է իրենց ծուլությունը, սա հատուկ ասեմ, որովհետև մի քիչ ջանք գործելու համար ծուլությունը կանգնում է որպես պատը ջանքի առջև։ Դու չգիտես ինչ անես։ Ավելի հեշտ է իհարկե պարկել բազմոցին ու հեռուստացույց դիտել։ Մի քիչ ավելի ջանք է պետք վերկենալ, անջատել հեռուստացույցը ու գնալ հավաքույթի։ Կամ վերկենալ, անջատել ու նստել կարդալ։ Անջատել առանձնանալ մի սենյակում աղոթքի։ Ասել Հիսուս, քեզ ավելին եմ ուզում, քան թե այս ամեն հաճույքները, քան թե այս բոլոր բաները։ Մի քիչ սրա համար ջանքի կարիք է լինում։ Հիսուսը երբ որ պատմում էր սերմնացանի առակը, երրորդ հողի համար, հիշում եք 4 հողերի մասին պատմեց, որ սերմը ցանելիս ընկավ առաջ մի հողի, երկրորդ, երրորդ, չորրորդ հողերի վրա։ Ու ամեն հողը իր բնութագիրը ուներ։ Երրորդ հողի համար ասաց, որ փշեր կային այդ հողի մեջ։ Երբ որ սերմը ընկավ, սերմը սկսեց աճել, բայց փշերն էլ իր հետ աճեցին ու խեղդեցին այդ սերմին։ Այսինքն այն սնունդը, որ պիտի սերմը ուտեր ու պտուղ տար, այդ սնունդը փշերը կերան ու բան չթողեցին սերմի համար։ Դրա համար էլ պտուղ չբերեց։ Հիսուսը ինքը իր պատմած առակը մեկնաբանեց այս ձևով։ Ասաց, որ դա այս աշխարհի նյութականն է, հարստության խաբեությունը, այսպիսի արտահայտություն արեց։ Հարստության խաբեությունը, որը հաճախ մարդկանց սրտերը խաբում է, ձգում դեպի նյութական աշխարհը, թույլ չի տալիս, որ մոտենան Աստծուն։ Շատ մարդկանցից եմ լսել, բա որ գամ Հիսուսին ոնց կապրեմ։ Բա որ այստեղ չխաբեմ, այնտեղ գողություն չանեմ, ոնց կապրեմ։ Այսինքն նյութականը պատի նման կանգնած է մարդու եւ Հիսուսի միջև։ Դու ինչ որոշում ես կայացնում։ Կանգնել ու սпасել մինչև կյանքի վերջը, իսկապես քանդել այդ նյութականը, տրորել, ուրանալ այդ նյութականը։ Մի քիչ հետո տեսնենք, թե Հիսուսը ինչ արեց մի ուրիշ դեպքի մեջ, եւ երևի ավելի հասկանալի կլինի։ Քո քարած քայլի դիմաց ինչ դու կստանաս։ Հաջորդ դեպքը, որ գրված է 32-րդ խոսքից, եկեք կարդանք դա, իրար հետ մտածենք։ Դեպքը տեղի ունենում հենց նույն վայրում։ Այդ լեռը, որի վրա ինքը նստած էր, ու ժողովուրդը հավաքված էին իր մոտ ու ինքը հրաշքներ ու բժշկություններ անում։ Նաև խոսում էր, սովորեցնում էր մարդկանց։ Ու դրանից անմիջապես հետո գրված է այսպես. «Եվ Հիսուսը իր աշակերտներին իր մոտ կանչելով ասաց. խղճում եմ այս ժողովրդին, որովհետև հիմա 3 օր է, որ իմ մոտ են, եւ մի բան չունեն ուտելու։ Ու նրանց անոթի, այսքան սոված արձակել չեմ ուզում, չլինի որ ճանապարհին մարեն»։ Իսկ աշակերտները նրան ասացին. «Մենք անապատի մեջ որտեղից պիտի ունենանք այնքան հաց, որ այսչափ բազմությունը կշտացնենք»։ Եվ Հիսուսը ասաց նրանց. «Քանի նկանակ ունեք»։
Նրանք էլ ասացին 7-ը, ու մի քանի մանր ձկներ, եւ հրամայեց բոլոր ժողովրդին, որ գետնի վրա նստեն։ Ու 7 նկանակով ձկները առավ, գոհացավ եւ կտրեց ու տվեց աշակերտներին։ Աշակերտներն էլ ժողովրդին։ Կերան բոլորը եւ կշտացան ու 7 զամբյուղ լեցուն ավելացած կտորներ վերցրեցին։ Եվ նրանք, որ կերան, 4000 այր մարդիկ էին կանանցից եւ երեխաներից բացի։ Ուրեմն մի քիչ ավելի մանրամասն։ Հիսուսը եկել էին իր մոտ, ինքը հատուկ չէր հավաքել, ու ինքը բուժումներ արեց այդ մարդկանց, խոսեց, սովորեցրեց, շատ բաներ արեց, ու մեկ էլ գիտեք ինչա տեղի ունենում։ Երրորդ օրն էր արդեն, որ այս ընթացքը գնում էր, որ ինքը խոսում էր, սովորեցնում էր։ Կանչում է իր աշակերտներին, ասում է, գիտեք, խղճում եմ այս ժողովրդին։ 3 օր որի մոտ են ու սոված են, ոչ մի բան չունեն ուտելու։ Հետարքեր ինչի Հիսուսը երկրորդ օրը չասեց այս խոսքը։ Երկրորդ օրը սոված չէին, ուտելու բաներ ունեին դեռ, թե իսկապես Հիսուսը մի ուրիշ բան էր ավելի գնահատում, որ այս մարդիկ լսեն, իրանց հոգին կշտանա, քան թե մարմինը։ Նրանք այնքան էին սովածացած, որ չասեց կգնան ոչինչ այնտեղ գյուղերում կուտեն, եկեք շուտ բաց թողնենք, թող գնան ուտեն իրենց տներում։ Ասես ճանապարհին կմարեն։ Այնքան կթուլանան, որ տեղ չեն հասնի։ Այսինքն դա մի օրվա սովածություն չէր։ Մի պահ մտածեք դրա մասին։ Հիսուսը իր աշակերտների իր մոտ կանչելով ասաց խղճում եմ այս ժողովրդի վրա, որովհետև հիմա 3 օր է, որի մոտ են, եւ մի բան չունեն ուտելու։ Այս մարդիկ, որպեսզի լսեին Հիսուսի խոսքը, որպեսզի տեսնեին Հիսուսի կատարած հրաշքները, իրանք հաղթահարել էին իրենց մարմնի ցանկությունը, իրենց սովածությունը տրորել էին, իրենք համաձայն էին սոված լինել, բայց լսել Հիսուսի խոսքը, իրենք համաձայն էին սոված լինեն, բայց բժշկվեն Հիսուսի կողմից։ Ես հավատում եմ, որ հենց առաջին օրը, որ իրենք եկան հավաքվեցին, Հիսուսը հաստատ բոլորին բուժեց, դրանից հետո խոսքն էին լսում։ Ու երկար, որովհետև դա իրենց սրտին հաճելի էր, որովհետև իրենց սիրտը ուտում էր այդ խոսքերը։ Գիտեք ինչու եմ ասում, սրտին հաճելի էր, որովհետև սա առաջին դեպքը չի Հիսուսի կյանքում։ Հիսուսը բաներ խոսեց, իր աշակերտները հեռացան։ Շրջվեց 12-ին, ասեց՝ դուք եք ուզում գնալ։ Պետրոս ասեց՝ ուր գնանք, դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Գիտեք ինչու։ Սիրտը կպել էր, սրտին կպել էր այդ խոսքերի համը։ Ասեց հավիտենական կյանքի խոսքերն ես, ուր գնանք։ Տեղ չունեն գնալու, ուրիշ ոչ մեկը չունի այդ խոսքերը։ Դու ունես այդ խոսքերը։ Ու մնացին Հիսուսի մոտ։ Ասեց 3 օրը որ իմ մոտ են։ Պատկերացնեք այս մարդկանց վիճակը։ Եղել է քո կյանքում մի բան, որ այնքան կլանված լինես այդ բանով, որ տեսնես սոված ես, ասես լավ, էս էլ հետո կուտեմ։ Էս մի բանն էլ հետո կուտեմ։ Մի քիչ էլ հետո կգնամ ուտելու։ Եղել է այդպես։ Երևի 3 օր այս մարդիկ այսպես Հիսուսին էին լսում։ 3 օր այսպես Հիսուսի կողքին էին անցկացնում։ Պատկերացնում եք ինչ է կատարվում։ Ես հիշում եմ ժամանակին, երբ որ շատ էի սիրում ֆուտբոլ նայել, ես այդպես ապրում էի։ Հիշում եմ այդպիսի մի դեպք դրա համար եմ պատմում։ Ծառավ էի միտեղ մի տան մեջ, բայց ֆուտբոլ էի նայում։ Այնքան կլանված էի։ Ասում եմ մի հատ այնց լավ պաուզա լիներ, վազեի ջուր խմեի, գայի նստեի։ Այդ պաուզան եղավ շատ կարճ, ես վազեցի, մի ջուր խմեցի ու հետո եկա նստեցի, հետո տեսա այդ ջուրը ինչքան կեղտոտ էր։ Բայց դա չէր ինձ անհանգստացնողը։ Ես կլանված էի դրանով։ Ես հասկանում եմ այս մարդկանց, այնքան կլանված էին Հիսուսով, այնքան կլանված էին իր խոսքերով, ուտելը չէր գալիս։ Եղել է, որ երբ որ սոված եք, ու ձեր ուտելու ժամն է արդեն, չգիտեմ ովքեր են ռեժիմով ուտում, ոնց է ձեր կյանքում, երբ որ ձեր ուտելու ժամն է գալիս ու սոված եք, մեկ էլ զգում եք, որ աղոթքի կարիք ունեք, զգում եք, որ Աստծո խոսք կարդալու կարիք ունեք։ Այդպիսի բան եղել է ձեր հետ։ Մի բան էլ ասում եք լավ, գնամ հաց ուտեմ, հետո աղոթեմ։ Գնում հաց եք ուտում, արդեն աղոթելու ցանկությունը կորացել լինում։ Սա էլ եք զգացել։ Ոնց ուզում ես Աստծո խոսքը բացես ու կարդաս, այդ ժամանակ սիրտս ինձ ձգտում է։ Ասում ես լավ, բոլորը սեղան են նստած, գնամ ես էլ հետները կուտեմ, կգամ կկարդամ։ Ուտում ես, գալիս ես գիրքը բաց ես անում, էլ չկա այդ ձգտումը։ Կարդում ես, հա, կարդում ես, ինչ որ բաներ սովորում ես, բայց այն ձգտումը արդեն կորացել լինում։ Գիտես հաճախ քո ընտրությունից, թե որը դու կընտրես, կախված է թե որը կուժեղանա քո մեջ։ Գիտեք որ մարմինն ու հոգին միշտ իրար հակառակ են։ Կարդացեք Գաղատացիների 5:17-ը։ Գրված է մարմինն ու հոգին իրար հակառակ են։ Մարմինը միշտ ուզում է հոգուն հակառակ, հոգին միշտ ուզում է մարմնին հակառակ։ Մի գաղտնիք ասեմ, որին դու ընտրում ես, նա էլ ուժեղանում է։ Որին մերժում ես, նա էլ թուլանում է։ Ուզում ես որ քո մարմնի ցանկությունները թուլանան, միշտ ընտրիր հոգունը, ու միշտ ուժեղ կլինես հոգով։ Միշտ ընտրիր աղոթքը, կարդալը, Աստծո խոսք լսելը, հավաքվելը, ուտելուց, խմելուց, քնելուց, այն մարմինը ինչ տեսակ ցանկություններ ունի, ինձանից լավ գիտեք։ Այդ բոլորից առավել ընտրիր հոգունը։ Դու կտեսնես հոգիդ ինչպես կուժեղանա, կսկսի իշխել մարմնի վրա։ Ժամանակներ կան, որ մանավանդ երիտասարդական ժամանակաշրջանում շատ դժվար է լինում մարմնի որոշ ցանկությունների վրա իշխելը։ Այս ընտրությունից է կախված, գիտես։ Կարող է սկզբում իսկապես դժվար լինի, բայց մի քանի անգամ ստիպիր քեզ սիստեմատիկ ընտրել հոգու կողմը։ Հետո մեկ էլ հենց այդ ցանկությունը բարձրանում, մի հատ թարսս նայում վրան իր տեղն է նստում։ Ես մեր լեզվով եմ ասում, որ հասկանալի լինի։ Որ քո վրա ոչ մի բան սկսում է իշխել։ Առաքյալ ասում է ամեն բան ինձ կարելի է։
Ամեն բան օրինավոր է, բայց մի բանին վրա պիտի չիշխի, միայն Հիսուսը պիտի իշխի։ Ոչ մարմնի ցանկություններ, ոչ նյութական աշխարհ, ոչ փող, ոչ պատիվ, ոչ մի բան պիտի քո վրա չիշխի, միայն Հիսուսը պիտի իշխի։ Այս բոլոր բաները խանգարող բաներ են լինելու քո կյանքում, որպեսզի Հիսուսը կարողանա քո վրա իշխել ու քեզ կառավարել։ Ուզում ես, որ դրանք չլինեն քո կյանքում, միշտ ընտրիր հոգու կողմը։ Պետրոս առաքյալը միաբանվում է այս խոսքի հետ, այլ ճիշտ մենք ենք միաբանվում իր խոսքի հետ։ Առաջի թղթի 2-րդ գլխի 11-րդ խոսքում գրված է. օտարների ու պանդուխտների պես հեռու մնացեք մարմնավոր ցանկություններից, որոնք պատերազմում են հոգու դեմ։ Սա շատ վախացնող խոսք է, գրված է պատերազմում են։ Գաղատացիներին, որ գրված է հակառակ են, դեռ այդ խստությունը չունի, սա ասում է պատերազմում են։ Պատերազմել գիտեք ինչ է նշանակում, որ կամ իրենք պիտի հաղթեն ոչնչացնելով նրան, կամ նա պիտի հաղթի ոչնչացնելով սրան։ Երկուսից մեկը։ Դու որ կողմ ընտրես, նա էլ պիտի հաղթի ոչնչացնելով մյուսին։ Ու Պետրոսը նույնիսկ աղաչում է, այդ խոսքը մանրամասն նայեք, 2:11-ը։ Աղաչում, ասում աղաչում եմ, օտարների, պանդուխտների նման հեռու մնացեք մարմնավոր ցանկություններից։ Այսինքն օտար ու պանդուխտ գիտեք, չէ, որ դա մերը չի, մենք ժամանակավոր ենք այդ շրջանի մեջ։ Մեկը որ օտար երկրից գալիս է մի ամսով այստեղ շրջելու Հայաստանում, ինքը պանդուխտ է, ինքը օտար է այս երկրի մեջ։ Հիմա մենք էլ ինչ որ մի ժամանակավոր կարճ շրջանի մեջ ենք այս մարմնի մեջ։ Իսկն օտար ենք այս մարմնի։ Հաստատ չենք ունենալու մի օր այս մարմինը։ Ասում այ օտարների ու պանդուխտների պես հեռու մնացեք, որովհետև պատերազմում են հոգու դեմ։ Այն ինչը որ հավիտենականը քո մեջ ժամանակավոր է պատերազմելու է այդ հավիտենականի դեմ։ Տեսնում ես, դժվարությունը գտնվում է ներսում, ոչ թե դրսում։ Ուզում ես միշտ հաղթող լինել, ընտրիր միշտ հոգու կողմը ու դու կհաղթես։ Եկեք այս ամբողջից, այն ինչ որ կարդացինք 3 դեպքերում մեր կարդացած սովորածից մի քանի հետևություններ անենք։ Միշտ հաղթահարված արգելքի չափը, երբ որ դու պայքարում ես ու հաղթահարում ես որոշակի արգելք, դա կլինի քո պատիվը, կլինի նյութականը, կլինի ծոլությունը, ինչ ուզում ալինի։ Դու հաղթահարված արգելքի չափը ցույց է տալիս քո ձգտման չափը դեպի Աստված։ Երբեք չես կարող նստել ասել ես շատ եմ ուզում, աշխարհի չափ շատ եմ ուզում հասնեմ Հիսուսին, բայց գիրկը չեմ բացում, ալարում եմ։ Այսպես չի լինում։ Քո հաղթահարած արգելքի չափը ցույց է տալիս քո ձգտման չափը դեպի Աստված։ Ինչքան ես դու ձգտում դեպի Աստված, սա երևում է նրանից ինչքան ես ձգտում հավաքվելուն, երևում է նրանից ինչքան ես ձգտում աղոթելուն, ինչքան ես ձգտում խոսքը կարդալուն, ինչքան ես կարողանում հաղթահարել այդ արգելքները հանուն Հիսուսի, ինչքան ես կարողանում քո պատիվը ոտնահարել, այդ չափը ցույց է տալիս քո ձգտման չափը։ Մի հետևություն էլ ասեմ, այդ ձգտման չափը ցույց է տալիս քո հավատքի չափը։ Ձգտմանը չափը, որ դու ձգտում ես դեպի Հիսուսը ու տրորում ես արգելքները, այդ չափը ցույց է տալիս, թե դու ինչքան հավատք ունես։ Մարդիկ կան, որ չեն ճանաչում իրենց հավատքը, ասում են շատ հավատք ունեմ, այնքան շատ, աշխարհում ոչ մեկը այդքան հավատք չունի։ Մարդիկ չեն ճանաչում իրենց հավատքը, բայց երբ որ տեղը գալիս է, որ հավատքով իրենք պիտի նյութականը, փողը, իրենց պատիվը տրորեն ու անցնեն Հիսուսին, կանգ են առնում։ Ինչքան ես կարողանում քո պատիվը տրորել, այդքան հավատք ունես դու։ Ինչքան ես կարողանում փողը արհամարել ու գնալ դեպի Հիսուսը, այդքան հավատք ունես դու։ Ինչքան ես կարողանում դժվարությունները, այս կյանքի նեղությունները հաղթահարել ու գնալ հավաքվելու, այնտեղ որտեղ հավաքվում են Հիսուսի անունից, այդքան էլ հավատք ունես դու։ Ավելին չի հավատքը։ Ինչքան կարողանում ես տանը, այնքա շատ սիրած, մարմնին շատ հաճելի բաներից զրկել քեզ, տալ Աստծո խոսքին, այդքան էլ հավատք ունես։ Չափիր քո հավատքը։ Սրանք դրա համար եմ ասում։ Մի հետևություն էլ ենք անում։ Երբեք չես կարող տան նստել մտածել, ասել դե թող Աստված պայմաններ ստեղծի, որ ես գնամ հավաքույթի։ Պայմաններ չունեմ, դրա համար չեմ գնում։ Նախ պիտի լինի քո զոհաբերությունը, հետո Աստծո հրաշքը։ Նայեք ինչ տեղի ունեցավ, այս մարդիկ 3 օր կարևոր չի սոված էին, ինչ վիճակում էին, Հիսուսին էին լսում։ Հետո Հիսուսը որոշեց, որ իրենց հացը պիտի տա։ Սա սովորելու բան է իսկապես։ Մեկ-մեկ մարդիկ ասում են, դե հիմա ես պիտի գնամ աշխատեմ, որ հաց ունենամ, սա ունենամ։ Ճիշտ է, դու պիտի աշխատես։ Ծոլությունը ոչ ոք չի գնահատում։ Մանավանդ Աստված, ասում որ չի ուզում աշխատել, թող հացել չուտի։ Իսկ դա գրված այդ խոսքը բավականին։ Դրանից հետո գրված է, որ եթե եկեղեցում մեկը այդպեսին կլինի, պատժեք իրան, որ հանկարծ չի ուզենա աշխատել, կարդացեք այդ խոսքերը կտեսնեք, շարունակությունն է դա գրված։ Բայց սա չի նշանակում, որ դու Հիսուսին պիտի զոհաբերես հանուն աշխատանքի։ Պատկերացնում եք։ Այսինքն դու ինչ որ մի բաժին քո կյանքում պիտի կարողանաս զոհաբերել։ Դա կնստի քո վրա ֆինանս, դա կնստի քո համար պատիվ, որ կարողանաս գնալ դեպի Հիսուսը։ Սկզբում մարդկանց աչքին կընկնի քո պատիվը, բայց եթե դու հավատարիմ լինես Հիսուսին ձգտելու մեջ, Աստված քո պատիվը կբարձրացնի մարդկանց մեջ։ Գիտեք ինչքան այդպիսի դեպքեր են տեղի ունեցել։ Երբ որ դու նայում ես, որ եթե մի քիչ ֆինանս զոհաբերես, քո ընտանիքը դժվարությամբ կապրի,
Բայց դու զոհաբերած ֆինանսի փոխարեն կգնաս հավաքույթների, կմասնակցես ինչ-որ բաների ու կլցվես հոգով։ Աստված դա կլցնի, կլրացնի։ Չգիտեմ, ձեր կյանքում պատահել է թե չէ, ինձ հետ պատահել է, որ ես բավականին քիչ փող եմ ստացել ու մտածել եմ տեղ չեմ հասցնի։ Մինչև այն մյուս իմ փող ստանալը չեմ հասցնի։ Բայց շատ օրհնված ա եղել ու հասցրել եմ։ Հաճախ ստացել եմ ավելի շատ ու մտածել եմ ավելի արխային կապրեմ, մի բան էլ երկու այդպիսի ժամանակաշրջան կապրեմ, մեկ էլ տեսել եմ չեմ հասցնում։ Ընտանիքը չի հասցնում։ Գիտեք ինչու՞։ Աստծո ձեռքը կա։ Կարևոր չի շատն ու քիչը։ 5 տականում շատ եմ սիրում այդ խոսքը։ Մի թագավոր, որ պիտի դուրս գար պատերազմի, շատ քիչ զորք ուներ։ Իր առաջ կանգնած էր մոտ 1 միլիոնանոց զորք։ Ինքը աղոտ կարեց Աստծուն, ասեց շատով թե քչով քո համար դժվարություն չի հաղթելու։ Աստծուն էր ասում։ Գիտեք, այս կյանքում ապրելը շատ փողով թե քիչ փողով Աստծո համար դժվարություն չի մեզ ապրացնելու։ Մանավանդ որ Հիսուսն ասեց, որ ունեցվածքի շատանալուց մարդու կյանքը կախված չի։ Այսինքն հաճախ մարդիկ ձգտում են իրենց կյանքում այն ավելացնել, ինչից իրենց կյանքը կախված չի։ Դուք հավատում եք Հիսուսի ասած խոսքերին, որ ունեցվածքի ավելանալուց մարդու կյանքը կախված չի։ Ինչից է կախված կյանքը, գիտեք։ Հիսուսին ունենալու չափից, որովհետև կյանքը Հիսուսն է, ոչ թե փողը, ոչ թե աշխարհը։ Ուրեմն հաջորդը ի՞նչն էր։ Նախ զոհաբերությունը, հետո Աստծո ողորմությունը։ Լավ, մի բան էլ ենք սովորում, որ երբեք քո կյանքում չփորձես հաշտվել ոչ աստվածային բաների հետ։ Այն կինը կարող է չէ հաշտվել, որ լավ, այս էլ իմ բեռնա, պիտի տանեմ այս դիվահար աղջկաս մինչև իր կյանքի վերջը։ Չհաշտվես դրա հետ։ Ոչ աստվածային բաների հետ կյանքում չհաշտվեք։ Կարող է ինչպես մարդիկ մնալ կախ, հաշմանդամ, գույր, հիվանդ ինչ-որ բաներով, չգնային լեռը, ասային դե լեռն է նստել, լեռը ոնց բարձրանանք, որ հենց Հիսուսին հասնենք, հենց ինքն էլ բուժի։ Այն ինչը քո կյանքում աստվածային չի, երբեք չհաշտվես դրա հետ։ Երբ որ քո կյանքում կունենաս Աստծուն ինչ-որ մի չափով, գիտեք որ Աստծո ներգործությունը մեր կյանքում ինչ-որ չափով է միշտ։ Կարող ավելանա այդ չափը, կարող պակասի այդ չափը։ Երբ որ դու կունենաս այդ լեցունությունը, Աստծո ներկայությունը, զորությունը քո կյանքում, ներգործությունը, ու դրա հետ կողքին կունենաս ինչ-որ դժվարություն, չբավարարվես այդ չափով։ Դժվարություն էլ չունենաս, չբավարարվես այդ չափով։ Միշտ բավարարվածությունը այն պահանա, որտեղ դու կանգ ես առնում ու ետ ես գնում։ Այն մարդը, որ բավարարված է, որ ասում է իմ հավատքը վերջ, բավարար է։ Իմ հավատքը ինձ հերիք է, ես այդքանով ապրում եմ։ Վերջ, այս մարդը չի հասկանում, որ ինքը հետ է գնում։ Իր հավատքը սկսում է պակասել։ Երբեք չբավարարվես դրանով։ Այս մարդիկ կարային ասային հերիք է, արդեն 2 օր է Հիսուսի մոտ էինք։ Հիսուսին լսեցինք, իր հրաշքները տեսանք, բուժվեցինք, եսի մինչեր եղավ։ Գնանք հաց ուտենք ու 3-րդ օրը չմնային Հիսուսի մոտ, իրենք այդ հրաշքը չէին տեսնելու։ Հացի բազմացման այդ հրաշքը չէին տեսնելու։ Եթե այն կաղերը, կույրերը չբարձրանային, լեռը իրանք չէին տեսնելու։ Եթե Հիսուսի 2 անգամ մերժումից հետո այդ կինը չշարունակեր պայքարել ու ինքը իրեն շուն անվանելով չգար Հիսուսի առաջ իր աղջկա բուժումը չէր տեսնելու։ Երբեք ճանապարհի կեսին կանգ չառնեք։ Պատերազմեք մինչև վերջ, կռվեք մինչև վերջ, մինչև կհասնեք Հիսուսին ու կստանաք ձեր ուզածը։ Ու այս բոլոր խոսածածից ինչը կպավ քո սրտին ու ինչն էր քո համար յուրահատուկ։ Բայց առաջարկում եմ քեզ այսօր կանգնիր Աստծո առաջ։ Եթե ոչ մի բան էլ չունենաս, մի բան ունես։ Հաստատ Հիսուսի չափը կարող ես ավելացնել քո կյանքում։ Հիմա կանգնիր Հիսուսի առջև։ Դու իմ առջև չես, դու մարդկանց ներկայության մեջ չես, դու Հիսուսի ներկայության մեջ ես։ Ոչ թե իմ աչքերն են քեզ նայում, այլ Հիսուսի աչքերն են հիմա քեզ նայում։ Դու էլ ուրիշներին մի նայիր, փակիր քո աչքերը ու հավատքով, քո մտքի աչքերով նայիր Հիսուսին։ Ու քո ամբողջ սիրտը բաց արա նրա առջև ու սկսիր խոսել նրա հետ։ Այսօր ինչ արգելք է կանգնած քո եւ Աստծո միջև։ Ինչն է քեզ խանգարում, որ դու ուժեղ կպնես Աստծո խոսքին, ուժեղ աղոթքի կյանք ունենաս։ Ինչն է քեզ խանգարում, որ դու սիստեմատիկ մասնակցես բոլոր հավաքույթներին ու ոչ մեկը բաց չթողնես։ Նայիր Հիսուսին։ Ու այդ բոլոր բաները խոսիր Հիսուսի հետ, ոչ թե մարդու հետ։